Ողջույն սիրելիներս, շարունակում ենք մեր հանդիպումները, շնորհակալություն ակտիվորեն մասնակցելու, ձեր կարծիքները գրելու եւ ձեր մտորումների մասին ինձ հետ կիսվելու համար։ Հնարավորինս արագ ես փորձում եմ արձագանքել եւ շատ շնորհակալ եմ բոլոր այն ձեր խոսքերի, բարի խոսքերի եւ արձագանքի համար, որը ակտիվորեն դուք իրականացնում եք, շատ շնորհակալություն։ Այսօր մենք կխոսենք, ինչպես նախորդիվ ասել էի, կխոսենք երկու թվի դրական եւ բացասական էներգիաների մասին, այսինքն թվային հոգեբանության միջոցով կփորձենք վերլուծել այն մարդկանց ներքին տիեզերքի այն բաղկացուցիչ մասը, որը ծննդյան թիվը կազմում է 2 թիվը, այսինքն նրանք, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 19-ին եւ 20-ին, ապա այս ինֆորմացիան հենց ձեր համար է, թեև կարող են մարդիկ լինել, որոնք ուսումնասիրեն իրենց շրջապատը եւ փորձեն այս այն ինֆորմացիան, որը ես հիմա կփոխանցեմ, դրա միջոցով ճանաչել իրենց կողակցին, իրենց շրջապատին, մտերիմներին, հարազատներին, որպեսզի ավելի կառուցողական, ուրեմն հարաբերություններ հաստատեն իրենց մտերիմների հետ։ Այսօրվա այս հարափոփոխ աշխարհում, երբ ամեն օր արթնանում ենք նեգատիվ ինֆորմացիաների տեղատարափի ուրեմն ներքո եւ ամեն լուսաբաց դիմավորում ենք ինչ որ մի տեղից, ինչ որ մի ուրեմն հարվածների, պատերազմների ուրեմն մասին, իհարկե որոշ դեպքերում դրանք մեզնից հեռու են, որոշ դեպքերում բավականին շատ մոտ մեր հարևան պետություններում են տեղի ունենում, բայց այնուամենայնիվ այդ նեգատիվ ինֆորմացիայի հետևանքները ավելի չեզոքացնելու համար օգնության է գալիս թվային հոգեբանությունը եւ ուսումնասիրելով ձեր ներքին տիեզերքը դուք կկարողանաք այդ նեգատիվ ինֆորմացիան, որը որ այս եռացող կաթսայի նմանված աշխարհը, որը որ ամեն օր մեզ մատուցում է բացասական ուրեմն լուրերի տեսքով տհաճ ինֆորմացիաներ, կկարողանանք սինթեզել, մաքրել եւ հնարավորինս գտնվել հավասարակշռության մեջ եւ ապրել ողջամտության տիրույթում։ Ուրեմն շարունակելով թեման ասեմ, որ ի տարբերություն 1 թվի էներգիայի տակ ծնվածների, 2 թվի էներգիայի տակ ծնվածները առաջնորդի հատկանիշներ չունեն, նրանք չեն սիրում լինել առաջինը, նրանք չեն սիրում ղեկավար պոստեր զբաղեցնել, ավելի շատ սիրում են առաջի դեմքի աջ ձեռքը լինել, սա է նրանց ուրեմն այն տեղը, որտեղ իրենք իրենց զգում են ինչպես ձուկը ջրում եւ կարողանում են դրսեւորվել իրենց ողջ հմայքով։ Նրանք շատ նրբազգաց են, 2 թվի էներգիայի տակ ծնված անձիկ շատ նրբազգաց են, կարողանում են դետալները տեսնել, մանրուքները տեսնել եւ այդ մանրուքների մեջ ուրեմն կողմնորոշվել, շատ լավ կատարողներ են եւ ընդհանրապես յուրաքանչյուր ղեկավար, եթե ունենա օգնական կամ, չգիտեմ, տեղակալի տեսքով իր աշխատանքային թիմում 2 թվի էներգիաներ կրող ուրեմն անձնավորություններ, ապա հանգիստ կարող է հենվել նրանց վրա, որովհետև 2 թվի էներգիայի տակ ծնվածները, երբ որ այդ թվի դրական էներգետիկ հոսքերի տիրույթում են գտնվում, նրանք շատ պարտաճանաչ են, շատ լավագույն ձևով են կատարում ուրեմն ղեկավարի բոլոր հանձնարարականները, կարող եմ ասել նույնիսկ անթերի են կատարում եւ երբեք չեն մոռանում այն փոքրիկ դետալները, որոնք իրենց հանձնարարվել է ղեկավարության կողմից եւ ամենալավագույն ձևով են կարողանում ուրեմն իրենց տրված ուրեմն առաջադրանքը իրականացնել։ Նրանք լավ կարողանում են կազմակերպել այդ ինչ որ գործողության ողջ գործընթացը A կետից մինչև ուրեմն եւ OF կետերի
հերթականությունը լավ կարողանում են տեսնել եւ կարողանում են այդ շղթան հետաքրքիր ուրեմն կազմակերպել եւ այդ է պատճառը, որ նրանք իհարկե հզոր մտքեր գեներացնողներ չեն, նրանց մոտ հզոր մտքեր առանձնապես չեն ծնվում, բայց նրանք լինելով հետևողական, լինելով բավականին ուրեմն աշխատասեր եւ կազմակերպված մարդիկ կարողանում են իրենց տրված առաջադրանքը ըստ քայլերի հերթականության այնպես դասավորել, որ ուրեմն գործընթացը տեղի ունենա անթերին, կարող են շատ լավ լինել որոշակի գործունեության ուրեմն լավ երկրորդ դեմքը, բայց որպես ուրեմն խորհրդատուի տեսքով եւ նրանց կարող եք վստահել ամեն ինչ, որովհետեւ երկու թվի ուրեմն էներգիայի տակ ծնված մարդիկ, երբ որ գտնվում են դրական ուրեմն էներգիայի հոսքերի տիրույթում, ապա նրանք շատ ազնիվ են, շատ պարտաճանաչ են, երբեք չեն աշխատում են երբեք չխաբել, ընդհանրապես չեն խաբում, որտեղ ազնվությունը նրանց մոտ ուրեմն գերակա է եւ հարաբերություններում եւ ամեն ինչում երեխայի պես ազնիվ ու անկեղծ են լինում, ինչը որոշ դեպքերում կարող է նույնիսկ մակամտության վերածվել։ Երկու թվի ուրեմն դրական էներգետիկ հոսքերի տիրույթում այս մարդիկ կարողանում են ազատ ստեղծագործել, կարողանում են իրենց վստահված տիրույթում ստեղծագործել լավագույն ձևով եւ լինելով ընկերասեր, հասնող, բարի, իրենց վրա ուրիշի հոգսը վերցնելու հատկություն ունեցող անձիկ, նրանք ինչ որ միտեղ կարող է այնքան տարվեն իրենց աշխատանքով, որ նույնիսկ մյուսների գործերներ կատարեն, իրենց վրա վերցնեն իրենց վստահված ինչ որ պարտականություն անթերի մինչև վերջին վերջակետին հասցնելու համար։ Ուրեմն սրանք երկու թվի էներգիայի դրական հոսքերի տիրույթում գտնվող մարդկանց բնավորության գծերի դրսևորումներն են, իհարկե սա ամբողջական պատկերը չէ, կան ավելի շատ մանրամասներ, որոնց մասին կուզեի խոսել, բայց եթե լինեն հարցեր, սիրով կպատասխանեմ հարցերին, իդեպ ասեմ, որ երկու թվի բացասական ուրեմն երկու թվի բացասական վեկտորէներգիայի տիրույթում գտնվելու դեպքում նրանք սկսում են անհարկի վախերով ապրել, նրանց հիմնական ուրեմն նրանց սպառնացող ամենամեծ վտանգը դա վախն է եւ սկսում են վախենալ ամեն ինչից, նույնիսկ խոսելուց, արտահայտվելուց, սկսում են մտածել, երկար մտածել եւ կորցնել պահը, կարևոր պահը, որ պետք է ուրեմն արտահայտվեին եւ դառնում են ժամանակավրեպ, վախվորած, դառնում են դեպրեսիվ, դառնում են իմպուլսիվ եւ փորձում են ամեն ինչի մեջ ուրեմն կոնֆլիկտի առաջացման դեպքում նրանք փորձում են անընդհատ արդարանալ։ Ուրեմն երկու թվի էներգիայի երկու թվի բացասական էներգիայի տիրույթում գտնվելու ժամանակ տվյալ մարդիկ, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 19-ին եւ 20-ին կարող են ունենալ նման դրսևորումներ եւ անհարկի ուրեմն արդարանալու ուրեմն հատկություն կարող է նրանց մոտ առաջանալ, որ ես մեղավոր չէի, այսինչ բանը, որ այսպես ստացվեց, ես ընդհանրապես մեղք չունեմ եւ այլն, սա խոսում է այն մասին, սրանք ազդակներ են, որոնք հուշում են այն մասին, որ մարդը ուղղակի գտնվում է վախերի տիրույթում, անհարկի նույնիսկ վախերի տիրույթում եւ ուրեմն այդ վախերի հետևանքով սկսում է անverջ արդարանալ, նույնիսկ այն դեպքերում, երբ որ նրանցից ոչ ոք արդարացում չի պահանջում։ Ուրեմն նաև կարող են բացասական թվի էներգետիկ տիրույթում գտնվելու ժամանակ նրանք կարող են ուրեմն մեղքը գցել ուրիշի վրա, այսինքն իրենց արդարացնելու համար
ուրիշ մեղավորներ փնտրեն, որոնք ընդհանրապես կապ չունեին այդ ամեն ինչի հետ։ Ուրեմն նման դրսևորումների դեպքում պետք չէ չարանալ նրանց վրա, պետք է ուղղակի հասկանալ, որ տվյալ մարդը գտնվում է վախի, ուրեմն ազդեցության տակ, իսկ թե որտեղից են գալիս վախերը, պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր դեպքի համար անհատական տիրույթում, որովհետև ամեն մարդու վախը գալիս է մի բանից, մեկին անհանգստ հիվանդության հետևանքով են առաջանում վախերը, մյուսները, չգիտեմ, կարող են այլ պատճառներ, մանկությունից մնացած ինչ-որ վախեր լինել չհաղթահարված, որոնք որ կարող են ուրեմն տրանսֆորմացվել եւ մարդուն անընդհատ վախի մթնոլորտում պահել։ Սրանք ազդակներ են, որոնք հուշում են այն մասին, որ դուք գտնվում եք, եթե ծնվել եք երկու թվի, ուրեմն երկու թվի էներգիայի տակ, ձեր ծննդյան օրն է ամսի 2-ը, 11-ը, 19-ը կամ 20-ը եւ ունենում եք չպատճառաբանված վախեր, ապա պետք է հասկանաք, որ սա կարմիր լույս է ձեզ համար եւ պետք է փորձեք վերլուծել, թե ինչից եք վախենում, իսկ վախերի մասին ուրեմն կարելի է վերլուծել, խոսել անհատական ուրեմն հարցերի տեսքով, որովհետեւ վախերի մասին խոսելը ինքը չի ենթադրում ընդհանուր առմամբ մոտեցում, յուրաքանչյուրի մոտ մի բանից է սկսվում վախը, իդեպ ասեմ, եթե վախերը կառավարելի չդառնան, անվախ մարդիկ իհարկե չկան, բոլորս էլ ունենք մեր չափով մեր ներքին վախերը, բայց կան դեպքեր, երբ դա դառնում է հիվանդագին, դա դառնում է տագնապ, դա դառնում է դեպրեսիայի պատճառ եւ դրա հետևանքով մարդիկ սկսում են խուսափել մարդկանց շրջանակներում, մարդկանց մեջ դուրս գալ, շփվել եւ այլն, անընդհատ ուրեմն կարող են փոքրիկ աղմուկից վեր թռնել, ինչ որ ճնշումներ ունենալ, եթե հիպերտոնիկներ են, ապա կարող են նրանց մոտ ճնշման տատանումներ լինել, դրա հետևանքով այլ հիվանդություններ առաջանալ։ Ուստի այս ամեն ինչից խուսափելու համար, եթե ունեք ներքին անհանգստություններ, վախեր, եթե ունեք ինչ-որ տագնապային իրավիճակներ, վայ հանկարծ այսպես չանեմ, վայ հանկարծ այնպես չլինի, վայ կարող է ինչ-որ մի բան կամ եթե զանգ է հնչում, հատկապես շատ արտահայտված է, երբ որ հեռախոսը զանգում է եւ նրանք վեր են թռնում մտածելով, որ մի վատ լուր են լսելու, մինչդեռ կարող է ուրեմն շատ բարի ու լավ լուրի համար էին զանգահարել իրեն, նույնիսկ այդ դեպքերում, երբ որ այնքան են տագնապում այս մարդիկ, երբ որ գտնվում են բացասական էներգետիկ հոսքի տակ, երբ նույնիսկ այլայլվում են, դիմագծերն անգամ փոխվում են մարդկանց, ուստի սրանք ազդակներ են, որպեսզի դուք կարողանաք հասկանալ եւ փորձեք զրույցների կամ վերլուծությունների միջոցով փորձեք մարդկանց հետ բերեք եւ փարատեք այն վախերը, այն անհարկի ուրեմն անհանգստությունները, որը կարող է ուրեմն կործանարար լինել այս մարդկանց վրա։ Խոսելով վախերի մասին, ասեմ, որ մենք առանձին կզրուցենք իհարկե վախի տեսակների եւ դրա կործանարար ազդեցության վրա մարդկանց վրա, նորից շեշտեմ, որ անվախ մարդիկ չկան, ուղղակի կա վախի չափ, իմաստ, կարևոր եւ անկարևոր բաներից, այսինքն անիմաստ տեղը, երբ որ մարդը սկսում է ինչ-որ բանից առանց պատճառի վախենալ, սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ խախտվել է եւ այդ խախտված տեղից ավելորդ էներգիա է հոսում տվյալ անձի, ուրեմն էներգետիկ դաշտից աուրայց, ինչը կարող է բերել ուրեմն տարբեր հիվանդությունների հանգեցնել մարդուն, սկսած հոգեկան հիվանդություններից մինչև ուրեմն տարբեր ներքին օրգանների հիվանդություններ, ավելի շատ ինսուլտներ եւ այլն, որովհետեւ նորից եմ շեշտում, որ վախի ժամանակ անմիջապես արյան ճնշումը բարձրանում է, ինչը կարող է ուրեմն հարվածել կամ սրտի հատվածին կամ ուղեղի հատվածին եւ կործանարար լինել մարդու համար։ Այս ամենը կօգնի ձեզ ուրեմն այս նորից կրկնեմ հարաբերփոխ աշխարհում փորձեք կառավարեք ինքներդ ձեզ, փորձեք հունից դուրս չգալ, որովհետև ամեն օր, ամեն վայրկյան մենք արթնանում ենք
բացասական ուրեմն ինֆորմացիայի ազդեցության ներքո եւ ուզենք թե չուզենք բնականաբար կրում ենք այդ ինֆորմացիան, բայց մեկի վրա այն ազդում է շատ, մեկի վրա քիչ, ուրեմն որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանք այս այսպես ասած եռացող կաթսայից, որ բոլոր երկրները փորձում են իրար ինչ-որ բաներում մեղադրել եւ իրենք իրենց վրա վերցնել ուրեմն ուրիշի սխալները ուղղելու կամ չգիտեմ ուրիշին ուղղորդելու ուրիշ պետության ներքին գործերին խառնվելու մեջ, ուրեմն փորձենք այս ամեն ինչից մեզ առողջ պահենք, փորձենք տեղեկացված լինել եւ փորձենք ապրել ուրախ եւ ներդաշնակ, որքանով որ դա այս օրերին հնարավոր է։ Սիրելիներս, այսօր այսքանը, հաջորդիվ մենք կխոսենք արդեն այն թեմաների մասին, որ ձեզ գուցե այս հաղորդման շրջանակներում հարցեր կառաջանա, խնդրում եմ եղեք ակտիվ, գրեք ձեր հարցերը, ես սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, ուզում եմ ուղղակի վերջում ավելացնել, որպեսզի տեսանյութը շատ ավելի մարդկանց հասանելի լինի, կարող եք այն տարածել, կարող եք այն ուրեմն կիսել ձեր էջերում, լինել ակտիվ, ինչը որ կօգնի շատ մարդկանց ավելի տեղեկացված լինել եւ չտրվել արտաքին աշխարհից եկող այս բացասական էներգիայի ուրեմն ազդեցության ներքո, փորձենք ինքներս մեզ պահել առողջ, երջանիկ եւ որքանով որ հնարավոր է եւ ապրենք արդյունավետ մեր կյանքը եւ լինենք ինքներս մեր տիեզերքի ներդաշնակ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդիվ